Տավուշի մարզում այսօր ամփոփել ենք ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքը, թե համայնքային ոստիկանության, քրեական ոստիկանության, բարեկային ծառայության եւ նաեւ ոստիկանության գվարդիայի։ Շատ կարեւոր է իրականում ինձ համար հատկապես առաջին կիսամյակի ամփոփումները, որովհետեւ դրանք թույլ են տալիս հաջորդ կիսամյակը ավելի լավ պլանավորել եւ հասկանալ որտեղ են դրական արդյունքները, որտեղ են բացերը եւ ճիշտ շեշտադրմամբ արդեն շարունակել ծառայությունների աշխատանքը։ Իրականում ըստ մարզի բնականաբար հանձնարարականները տարբերվում են, կան ընդհանուր հանձնարարականներ, որոնք այսպես թե այնպես տրվում են, բայց մարզի առանձնահատկություններից ելնելով կան տարբեր խմբի հանցագործություններ, որոնք առավել կարևոր են, որ շեշտադրվեն եւ հետեւողականորեն բացահայտվեն, դրան զուգահեռ նաեւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք։ Տավուշի մարզի դեպքում թերևս կարևոր է համարել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների մասով մեր աշխատանքը, որովհետեւ կարևոր է այս տեսանկյունից, որ ոչ միայն բացահայտվեն այդ դեպքերը, այլ նաեւ զուգահեռաբար համայնքի մյուս մարմինների, մյուս իրավապահ կառույցների հետ սերտ համագործակցություն ծավալվի, որպեսզի կանխարգելման բաղադրիչն ավելի ուժեղանա։ Իրականում բարեկային ծառայության տեսանկյունից եւս առանձին անդրադարձ է կատարվել նաեւ ճանապարհային երթևեկության ապահովմանը, բայց դրան զուգահեռ նաև հանցագործությունների բացահայտմանը եւ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ Տավուշի մարզի գումարտակը բավական մեծ թվով հանցագործություններ ունի բացահայտված, այդ թվում հրազենի հայտնաբերման դեպքեր կան, ինչը թույլ է տալիս մտածելու եւ հավաստիանալու, որ ծառայությունը չի կենտրոնացած միայն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման ուղղությամբ աշխատանքի վրա, այլ նաև հանցագործության բացահայտման ուղղությամբ եւս աշխատանքներ է տանում եւ մենք հետեւողականորեն պիտի շարունակենք այս աշխատանքները։ Ընդ որում կիսամյակային ամփոփումների ժամանակ մենք նաև համադրում ենք պատկերը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի հետ, որպեսզի տեսնենք ինչպիսի շարժ կա եւ պիտի փաստեմ, որ դրական տեղաշարժ Տավուշի մարզային ստորաբաժանումների դեպքում ունենք։ Այսօր ամփոփել ենք նաև փրկարար ծառայության մասով աշխատանքը, ինչու եմ հատկապես կարևորում Տավուշի մարզի դեպքում փրկարար ծառայության աշխատանքի ամփոփումը, որովհետեւ մենք անցած տարվա կտրվածքով եւ ընթացիկ ժամանակահատվածում ունեցել ենք տարբեր իրավիճակներ, որտեղ որ փրկարար ծառայությունը ինտենսիվ աշխատանք է տարել, նկատի ունեմ հատկապես անտառային հատվածներում հրդեհների իրավիճակները, անցյալ տարի մենք դրանց պակասը կարծես թե չենք ունեցել, բարեբախտաբար հիմնականում խոտածածկ տարածքի հիման վրա ենք ունեցել հրդեհները, բայց կարևոր է, որ ամփոփենք փրկարար ծառայության աշխատանքը եւ քաղաք դասերի տրամաբանության մեջ հասկանանք, թե այս տարվա կտրվածքով ինչպես ենք շարունակելու կազմակերպել աշխատանքները, որպեսզի ավելի շատ կանխարգելման բաղադրիչը ակտիվ աշխատի։ Իհարկե անցյալ տարվա կտրվածքով իրազեկման բազմաթիվ միջոցառումներ ենք ունեցել, Տավուշ TV-ն եւս մեզ աջակցել է այս թեմայով, հուսով եմ այս տարվա կտրվածքով եւս կշարունակենք, որովհետեւ իրականում շատ կարեւոր է բնակչության շրջանում ճիշտ եւ թիրախային իրազեկումներ իրականացնել, նույնիսկ անմեղ թվացող մի քայլը քաղաքացիների կողմից կատարվող կարող է մեծ վնասների բերել եւ մեծ ծավալի հրդեհների պատճառ դառնալ, դրա համար կարեւոր է, որ նույնիսկ այն ամենափոքր թեմաներով քննարկումները, իրազեկումները մենք ճիշտ տանենք, որ մեր բնակիչները հասկանան յուրաքանչյուր քայլի հետևանքներն ինչպես կարող են լինել եւ կանխարգելման բաղադրիչն ավելի լավ աշխատի, բայց առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս տարի այլ ձևաչափով ենք ամփոփել, հրավիրել ենք նաեւ Տավուշի մարզպետին, էկոպարեկային ծառայության պետն է ներկա եղել եւ նաեւ Տավուշի էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները եւս։ Ինչու է կարեւոր այսպիսի հանդիպումները, որովհետեւ իհարկե մենք կարող ենք առանձին գերատեսչություն որպես քննարկումներ ծավալել, ներգերատեսչական մակարդակով խնդիրները արձանագրել կամ դրական արդյունքները արձանագրել, բայց ի վերջո մենք խոսում ենք Տավուշի մարզի մասին։ Եվ այստեղ կարեւոր է, որ մենք փոխլրացնող էֆեկտով այդ քայլերը ձեռնարկենք եւ յուրաքանչյուրս թե մեր դրական կողմերը ընդգծենք եւ թե նաեւ բացերը ընդգծենք եւ գործընկերների հետ անկեղծ քննարկենք այդ հարցերը եւ ավելի ճիշտ պլանավորենք։ Այս հանդիպումը հենց դրա մասին էր եւ մենք մարզի կտրվածքով դիտարկեցինք մեր համատեղ աշխատանքը, այդ թվում խնդիրները, որոնք արձանագրել ենք համատեղ աշխատանքի շրջանակներում եւ նաեւ առաջիկա քայլերն ենք նախատեսել, որպեսզի քայլ կատարելագործելով գնանք առաջ։ Իհարկե ծառայությունները կարելի է ասել նոր են, նկատի ունեմ թե վերափոխման տրամաբանության մեջ եւ թե նաեւ նոր ստեղծման տրամաբանության մեջ, բայց կարեւոր է, որ մենք ի սկզբանե ճիշտ գույքագրենք խնդիրները, որպեսզի պլան ժամանակացույցը, որը կունենանք մեր առջեւ դրված, դա լինի թիրախային եւ ճշգրիտ եւ մենք վստահ լինենք, որ օրինակ առաջին տարվա կտրվածքով լուծելու ենք X խնդիրը, որին կհաջորդի հաջորդ տարվա կտրվածքով արդեն այդ խնդրի լուծման հիման վրա մեկ այլ խնդրի լուծումը, որովհետեւ խնդիրները շատ շղթայված են, շղթայակապված են եւ մի խնդրի լուծումը կախված է բազմաթիվ խնդիրների լուծումներից եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք ի սկզբանե ճիշտ գնահատենք այդ խնդիրը եւ յուրաքանչյուր մարմին իր դերակատարումը ճիշտ պատկերացնի ամբողջ process-ում։ Ես վստահ եմ, որ այս հանդիպումը հատկապես
առաջին կիսամյակի ամփոփման տրամաբանության մեջ կօգնի հաջորդ կիսամյակը շատ ավելի ճիշտ կերպով կազմակերպել մեր աշխատանքները եւ տարեվերջին ավելի գոհացուցիչ արդյունքներ ունենալ։